Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բանի ես զրուցելու եմ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանից։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, հրավերն ընդունելու համար։ 2026 թվականը արդեն նախընտրական տարի է, ընտրություններին, եթե դրանք տեղ ունենան հերթական կարգով, մնացել է 4 ամիս, եթե քարոզարշավն էլ դուրս հանենք, ավելի կարճ ժամանակ է մնացել, հա։ Եվ հիմա անդիմադիր ուժերը գնում են դիրքավորման, հայտարարություններ անելու, նախ միջև դիրքավորումների մասին խոսելը, ձեր գնահատականները անդիմադիր ընդհանուր դաշտի մասին, եւ հետո գանք նաեւ ձեր անելիքներին, ինչպես է գնահատում սպասվելիք ընտրություններ։ Դրանք լինելու են հերթական սովորական ընտրություններ, որտեղ քաղաքական ուժերը մրցակցելու են, թե այս ընտրությունները ունեն առանձնահատկություն եւ այդ առանձնահատկության տեսանկյունից պիտի մոտենալ այդ գործընթացին, խնդրեմ։ Մենք բավական երկար ժամանակ հայտարարում ենք, որ 2026 թվականի ընտրությունների արդյունքները այլևս չի գտնվում իշխանության, գործող իշխանության գործողությունների ու հնարավորությունների տիրույթում, այլ ամբողջությամբ, այսպես ասած, ընդդիմության ձեռքում է գտնվում եւ ընդդիմության ցանկությունից ու հավաքական կամքից է կախված իշխանությունը կպարտվի թե ոչ։ Սա ենք հայտարարել եւ նաեւ հայտարարել ենք, որ երկրորդ հարցը շատ ավելի այսպես ընդգրկուն ու փիլիսոփայական է, այսինքն սովորական քաղաքական կամ ընտրական մրցավազք, թե ազգային ազատագրական պայքար։ Մենք հրճակել ենք անունը դրել ենք ազգային ազատագրական պայքար։ Եվ եթե դա չի գիտակցում որևէ քաղաքական դերակատար կամ քաղաքական ուժ, ապա նվազագույնի անհասկանալի է ինձ համար։ Եթե մենք կարողանում ենք ակնհայտ չոր փաստերով, թվերով, հետևանքների հստակ եւ ստապ գնահատման ու գիտակցությամբ ներկայացնենք, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարում, եւ նաեւ երեք արտադրության նախարարը հայտարարում էր Սահմանադրության տեքստի մասին եւ այլն, որտեղ որ բոլորս վստահություն ունենք, չէ, որ պրեամբուլայի հատվածը պետք է հանվի, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետության ծննդականին հղումը հանվում է եւ մենք չգիտենք Հայաստանի Հանրապետության փաստացի ճակատագիրը ինչ է լինելու։ Հայաստանի ամբողջ ներուժն է այսպես մսխում, խոսում է Թուրքիայի սահմանների բացման մասին, որտեղ մենք խոսում ենք հայկական տնտեսության կլանման մասին, միևնույն ժամանակ Թուրքիան Հայաստանից արտահանվող ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում, այսինքն ակնհայտ Հայաստանին այսպես շրջափակման մեջ է պահում, այդ թվում տնտեսապես։ Դրանից հետո գնանք զուտ քաղաքական կամ ընտրական մրցավազքի, նորից եմ կրկնում, նվազագույնը անհասկանալի այդպիսի ընդդիմության վարքագիծ է ինձ համար։ Պարոն Սարգսյան, դուք ինչ եք առաջարկում, օրինակ ես ընթերցեցի, դուք ասում եք մենք ունենք ծրագիր, որը հաղթանակի ծրագիր է, ո՞րն է այդ ծրագիրը։ Դա զուտ քաղաքական է, թե քաղաքական տնտեսական առաջարկներ։ Ի վերջո մենք հասկանում ենք, չէ, որ հասարակության վիճակը այնպիսին է, միայն պաշտոնական տվյալներով կան 21% աղքատներ, եթե մենք իրականությանը բաց աչքերով ունենք, այդ տոկոսը շատ ավելի բարձր կլինի, որտեղ հանրության քաղաքացիների գրեթե 40%-ը ասենք ամսական իր վրա ուտելով, ասենք ամեն ինչի համար կարող է ծախսել 64000 դրամ։ Եվ սա աղքատություն իրենք չեն համարում, հա, եթե այս տեսանկյունից դենք 40%-ն աղքատ ընդհանրապես մարդկանց։ Եվ մարդկանց նաև իրականում շատ հետաքրքրում է սոցիալական, տնտեսական հարցեր, հա, որովհետև մարդիկ միջև աշխարհակաղակական հարցերին գալը, միջև սահմանադրության գալը, միջև պրեամբուլան հասկանալը, որ դա ինչա փոխում, պիտի ուղղակի սոված չլինեն։ Խնդրեմ։ Շատ լավ։ Տեսեք, շատ ճիշտ նկարագրեցիք 40%-ի հատվածը, որովհետև 20 քանի տոկոսներ երբ հայտարարում են, դրանք մանիպուլյատիվ թվեր են։ Աղքատությունը ըստ աղքատության վերին գծի, այսինքն 64100 քանի դրամ է կազմում, ըստ այդ 64000-ի 40% է կազմում, բայց նվազագույն սպառողական զամբյուղը մոտ է 70000-ին։ Հետևաբար աղքատ լինելու, աղքատ հրճակված 40% աղքատներին 17000 դրամ, 16000 դրամ չի բավարարում, որ աղքատ լինեն։ Պատկերացնում եք,
Այսինքն եթե մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում, ապա աղքատությունը վստահաբար 50% ավելին է։ Եվ ինչու ենք մենք իրավիճակը սթափ գնահատում եւ ինչու ենք նույն Հայաստանի ԵՍՄ-ի հիմքում որպես գաղափարախոսություն դրել ռացիոնալ ազգայնականությունը, այսինքն ամեն ինչը իրատեսականությունից եւ փաստերից ելնելով մենք պետք է որոշենք եւ գնահատենք, այդ թվում ծրագրավորում իրականացնենք։ Այո, եթե քո բնակության 50%-ը աղքատ է, ապա սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լինեն ծրագրային դրույթների հիմքում։ Եթե քո երկիրը կլանման եզրին է, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից այլ եղանակով եւ այլն, ապա հաջորդը անպայման անվտանգային է։ Սոցիալ-տնտեսական եւ անվտանգայինի ցանցում կատարելով կամ անցում չկատարելով դեռևս սոցիալ-տնտեսականը շարունակելով, մենք իրատեսական տալիս ենք ծրագիրը, ինչպես կարող է թոշակառուն նվազագույնը 100,000 դրամ ստանա, այժմյան 36,000-ի փոխարեն եւ միջինը ինչպես 150,000 ստանա։ Այնուհետև տալիս ենք, թե մանկավարժները ինչքան բարձր աշխատավարձ պետք է ստանան, օրինակ 400,000 դրամից սկսած, եւ ինչպիսի երաշխիքային բարձր կենսաթոշակ, որպեսզի խրախուսենք կրթությունը։ Տեսեք, ամեն ինչը Հայաստանում վերջին տարիներին, լավ, վերջին տարիները ինչ է, անկախության տարիներին անդադ հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանք տալ, ոչ թե կանխարգելման։ Եթե համեմատում ենք կրթության վրա կատարվող ծախսերը բուն կրթության եւ ոչ թե բյուջեի կրթական տողով կատարվող, այսինքն շինարարությունից իհարկե բուն կրթության ծախսերը, ապա դրանք ավելի շատ զիջում են օրինակ իրավապահ համակարգի վրա կատարվող ծախսերին։ Հիմա եթե մենք կրթության վրա խնայում ենք եւ չենք դաստիարակում քաղաքացի իրավապահ համակարգը պիտի ուռճացվի, որտեղ օրինակ հետեւաբար ամեն ինչ սխալ է գնում, օրինաչափությունից դուրս է եկել արդեն ամեն ինչ։ Հետևաբար մեր ծրագրային դրույթները պարունակում են բոլոր սոցիալական շերտերին, բիզնեսին առանձին, թոշակառուին առանձին, մանկավարժին առանձին, աշխատող խավին առանձին, քաղաքաբնակին առանձին, գյուղաբնակին առանձին, բոլորի բարեկեցության ապահովման հստակ հաշվարկված ծրագրերը, շուտով որը կներկայացնենք, այնուհետև երկրի կառավարման կարգը, որը երաշխիք պետք է հանդիսանա, օրինակ կիսանախագահական համակարգին անցում պետք է երաշխիք հանդիսանա հակակշիռների եւ փոխզսպումների ինստիտուտների գործարկման համար, այնուհետև հանրային վերահսկողության խորհրդի ստեղծումը, որը իրավունք կընձեռի падգամավորների հետ կանչի իրավունքը ներդնելու համար, այսպես ու իհարկե արդեն միջազգային հարաբերությունները բոլոր երկրների հետ մանրամասնորեն կանադառնանք, պարոն Սարգսյան, այդ ձեր ասած նախականխիչ գործողությունների իմաստով մի հետաքրքիր օրինակ եմ ուզում բերել, թե ինչքան կարևոր է կրթության դերը։ Մի ֆրանսիացի գործարար կար, որին լրագրողը հարցնում է, թե ինչու է ինքը իր միջոցների զգալի մասը ծախսում իր թաղամասում, իր քաղաքում ապրող աղքատ երիտասարդների կրթության վրա, եւ պատասխանը ձեր այդ մտքի շարունակությունը ոնց որ որ ասում է, որ եթե այս մարդիկ կրթություն չստանան, պիտի գողությամբ զբաղվեն, իսկ գողանալու բան իմ մոտ կա, այսինքն ինձանից պիտի գողանան, ավելի լավ է կրթվեն եւ այդ ճանապարհից դուրս գան։ Հիմա տեսեք, դուք խոսում եք համակարգի փոփոխության մասին, խոսքը կիսանախագահականի վերադառնալ, ինչը կարծեք թե սկսում է ակտուալ դառնալ քաղաքական դաշտում, որտեղ մենք հասկացանք, որ խորհրդարանական այս մոդելը եւ հատկապես սուպեր վարչապետական այս մոդելը ուղղակի աղետ է, որովհետեւ կա գրեթե 100% իրավունքներ եւ արտոնություններ, բայց չկա պատասխանատվություն կամ կա պատասխանատվության այնպիսի տարալուծում, որ չես կարող գտնել ում կանչես պատասխանատվության։ Երկրորդ գաղափարի մասով կուզեի, բայց ավելի շատ մանրամասն խոսենք падգամավորների հետ կանչման, որովհետեւ հասարակությունը հատկապես խորհրդարանների ցածր վարկանիշի պայմաններում ինչ իրավիճակ է ստանում, ինքը ընտրում է падգամավորի, նախ падգամավորը էլ չի ընտրում, ցուցակ է ընտրում, որ ցուցակը կազմում է ինչի ճանապարհով դա էլ կասկածելի է եւ 5 տարի կրակն են գնում այդ մարդկանց ձեռք, արդյոք հնարավորություն չունի այդ մարդկանցից հրաժարվելու։ Սա հետաքրքիր մեխանիզմ է, ոնց է սա պատկերացնում, այսինքն այս դեպքում падգամավորները արդեն պիտի առանձին ընտրվեն, այսինքն ոչ թե ցուցակային տրամաբանությամբ, այլ յուրաքանչյուր ինչ որ տարածքներում ընտրվի, ոնց պիտի լինի դա։ Եվ ոնց ալնելու հետ կանչման ինստիտուտը։ Տեսեք, պետք է պատասխանատվություն ստանձնեն քաղաքական ուժերը խմբային եւ անհատական։ Ինչպես ենք մենք դա պատկերացնում։ Падգամավորը կամ ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է եւ ինքը ըստ էության ժողովրդի խնդիրները լուծելու համար ուղարկվել է այնտեղ եւ ժողովրդի խնդիրների լուծումը արտապատվիրակվել է նրանց, որպեսզի նրանք լուծեն։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ նրանք եկել են ծառայելու եւ ոչ թե իշխելու։ Ծառայելու համար պետք է սահմանվեն KPI-ներ, նրանց աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչներ ու սանդղակներ։
Հիմա եթե քաղաքական որևէ ուժի ներկա գործող օրենսդրությունը եւ սահմանադրությունը մաքսիմում խրախուսում է, որ կայուն մեծամասնություն ձևավորի, որպեսզի կարողանա կառավարում ստանձնի, պատկերացրեք, ինչպես հիմա կա մի հոգու կամքով, մի Նիկոլ Փաշինյանի կամքով, ուղղակի իրենց իսկ լեզվով ասած ուսապարկերին բերում են, նստեցնում են քանակային ապահովման համար։ Նման մարդը չունի տրամաբանություն, կրթություն, հմտություն եւ գիտելիք, որպեսզի նույնիսկ ընդդիմանա արժի էս նախագծին կողմ քվեարկել, թե դեմ քվեարկել։ Կամ ընդհանրապես օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կա, որը Դե դա ինչ չկա, չկա նաև պատասխանատվություն, անհատական։ Հիմա մենք եթե պատկերացնում ենք այսպես սահմանում ենք տարեկան KPI-ներ, քան ինչ գործունեություն պետք է անի падգամավորը սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն լիազորված մանդատով։ Եթե տարվա վերջին ինքը պարտավոր են հանրության առաջ հաշվետվությունով հանդես գան։ Եթե տարվա վերջին նրանք այդ KPI-ները չեն բավարարել, ապա նրանց պետք է զրկել падգամավորական մանդատից, որի վերահսկողությունը, եթե մենք ասենք ժողովուրդը պետք է անի, այսինքն նշանակում է խոսենք ոչ մի բանի մասին։ Դրա համար պետք է ստեղծվի մարմին, որը կարողանա այդ վերահսկողությունը իրականացնել։ Պատգամավորին ստիպի որ Այդ մարմինը չի դառնա քաղաքական ճնշման գործիք։ Չի կարող, Մեր ավանդույթները հաշվի առնելով էլ չի կարող դառնա, որովհետև մենք դա պատկերացնում ենք նորից ինստիտուցիոնալ համակարգի ստեղծում, այսինքն ով է ձևավորելու 30% ընտրվի ուղիղ մանդատով ժողովրդի կողմից, հաջորդ 30% ընտրվի քաղաքական ուժերի կողմից, հաջորդ 30% ընտրվեն իրական մտավորականության անդամներից, այսինքն լինեն այդտեղ դերասաններ, գրողներ, հրապարակախոսներ եւ այլն, որպեսզի կարողանա արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Կարծես թե մտավորականությունը դուրս է մնացել ընդհանրապես երկրի կառավարման մասնակցությունից, որի իրավունքը մենք չունենք, այդ ճոխությունը մենք մեզ չենք կարող թույլ տալ։ Ու մշակույթը, նույն արվեստը հասցրել են այնպիսի իրավիճակի, որ այս մարդիկ աշխատավարձի բացակայությունով պայմանավորված ստիպված են լինում իրենց կամքից անկախ հանգամանքներում նույնիսկ համագործակցության գնան գործող իշխանության հետ, չարիքների իշխանությունների հետ։ Միայն չկենտրոնանանք այս իշխանության վրա, բոլոր տեսակի վատ իշխանությունների հետ։ Հետևաբար պետք է կարգավիճակ տանք, այդ թվում նրանք միմյանց կարողանան այսպես փող լրացնեն, փող զսպեն ու կարողանան արդյունավետ աշխատել։ Պարոն Սարգսյան, տեսեք, ընտրությունները հատկապես հետաքրքիր են նրանով, որ այս իշխանությունները արտաքին դերակատարներ են մասնակից դարձրել այս գործընթացներին, մասնավորապես Եվրամիությունը կալասի դեմքով հայտարարեց, որ իրենք օգնելու են Հայաստանին դիմակայել ռուսական միջամտությանը։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց, որ իրենք աջակցում են այն օրակարգին, որը առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը, սա եթե դիվանագիտական լեզվից բացենք, իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Հիմա այս պարագայում, երբ ասենք կա Թուրքիա, կա Եվրամիություն, հա, եւ չկա հակառակ բևեռին աշխարհակաղակական կարծեք թե աջակցություն, ես գուցե սխալվում եմ այս հարցում, ինչ հնարավորություններ են մնում եւ ինչպես պիտի հանրությունը սրան մոտենա, որ փաստորեն մենք հասանք այնտեղ, որ Թուրքիայի արտգործնախարարը ըստ էության ասում է, թե ով պիտի իրենց ցանկությամբ ով պիտի ընտրվի Հայաստանի իշխանություն։ Երկու հիմնական խնդիր գոյություն ունի։ Առաջին խնդիրը հանրության հետ երկխոսությունն է, պարզ հասկանալի լեզվով ու անկեղծ ամենակարևորը ու իրատեսական։ Հիմա եթե մենք կարողանում ենք այդ խոսքը ծրագիրը առաջարկել, մնում է տեխնիկական խնդիրը։ Մեսիջը հասցնել տեղ, այսինքն ահռելի կռվի մեջ ենք մտել, որտեղ կա իշխանական անսահմանափակ ռեսուրս, այդ թվում այո ճիշտ է, տարբեր երկրների աջակցությունը, թե ֆինանսական, թե տարբեր ռեսուրսների տեսքով, ապա այստեղ ընդդիմությունը, որ ասում էինք համագործակցություն, առանց միմյանց հետ դաշինքներ կազմելու, այստեղ արդեն պետք է համագործակցի։ Ընդդիմությունը պետք է կարողանա յուրաքանչյուր մեսիջը կապ չունի որ ուժն է եւ որ գործիչն է, հանրությանը մեսիջը հասցնել տեղ։ Սրանք տեխնիկական խնդիրներ են, որտեղ որ իրական բարդություններն են արդեն տակնված։ Եթե կարողացանք այս երկուսը միասին իրագործել, իրական ազգային եւ ընդդիմադիր հատվածին որևէ երկրի աջակցությունը հարկավոր չէ։ Մենք միմյանց աջակցենք, կարծում դա արդեն բավարար է։ Լավ, հիմա ընդդիմադիր ուժերից մենք հաճախ լսում ենք այսպիսի ձևակերպումներ։ Ես ներողություն եմ խնդրում խոսքը ձեր նախաձեռնության մասին չի, բայց դուք երևի նաև կգնահատեք ձեր նախաձեռնությունը ինչ հնարավորություններ ունի։ Ասում են փոքր ուժերը պիտի միավորվեն
որովհետև նրանք ձայներ փոշիացնելու իրավունք չունեն։ Հիմա դուք ձեզ որպես ինչպիսի ուժ եք համարում եք եւ ինչ տվյալների հիման վրա եւ արդյոք համաձայն եք կամ դեմ եք այս մոտեցմանը, եթե դեմ եք, ապա ինչ անել այն ուժերի պարագայում չէ փորձառություն ունենք, որոնք ասենք 0.5, 0.6, 0.3% են, 1% են հավաքել, բայց կարող են միավորվել, այսինքն այլ արդյունք ունենալ եւ անցնել խորհրդարան եւ չանցնելով խորհրդարան ըստ էության իրենց չասեմ միայն իշխանությանը, գլխավորապես իշխանությանը, բայց նաեւ խորհրդարան անցնող բոլոր ուժերին ըստ էության իրենց տոկոսները տվել են։ Տոկոսներ, որոնք հանրությունը չի տվել այդ քաղաքական ուժերին։ Այստեղ նորից մանիպուլյատիվ խնդիր կա, այո, կան ուժեր, որոնք որ ի սկզբանե գիտեն, որ խանգարում է, բայց կան ուժեր, որ ունեն աճի պոտենցիալ։ Մենք վերջերս անընդհատ խոսում ենք վարկանիշի եւ վարկանիշի աճի պոտենցիալի մասին, եւ քաղաքական դաշտում անդադ վարկանիշի աճի պոտենցիալի վրա ուշադրություն չի դարձվում, որովհետեւ շատ ընդդիմադիր ուժերի շահերից չի բխում։ Բայց դեռևս ես ձեռնպահ կմնամ այդպիսի ձևակերպումներից, որովհետեւ սա այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ մեր համար ոչ նախընտրելի ընդդիմադիր ուժերին պետք է չկպնել եւ պետք է միայն խրախուսել, որ բոլորը աշխատեն ընդդեմ գործող իշխանությունների, որովհետեւ փաստացի չարիքի իշխանությունը սրանք են, փաստացի Հայաստանի Հանրապետությունը հանձնողները սրանք են եւ պետք է ուղղակի այդ ղեկը ձեռքներից վերցնել։ Սա որպես առաջնահերթություն հռչակելով մենք դեռևս ձեռնպահ ենք մնում, բայց աճի պոտենցիալի վերաբերյալ պետք է կենտրոնանալ։ Որ ուժը կամ որ գործիչ ունի աճի պոտենցիալ, որոնք են դրա խթանիչները եւ ինչպես կարող են դրա հետ աշխատել։ Սա առաջին գործոնը, որ պետք է բոլորը գիտակցեն ու հասկանան։ Հաջորդ խնդիրը։ Մենք միավորման ջատագովներից ենք եղել, մինչև հիմա դեռ հույսներս չենք կորցրել եւ ընդդիմադիր դաշտի միավորման մասին խոսում ենք, բայց միավորում ինչի շուրջ։ Հետո մենք ինքներս հասկացել ենք, որ այնքան բարդություններ կա դրա մեջ, որովհետև մարդիկ փաստորեն չեն ելնում են կանխավարկածից, որ սա ազգային ազատագրական պայքար է։ Հետևաբար, եթե երկու ուժ բանակցում են միմյանց հետ, մեկը հասկանում է որպես դասական քաղաքական մրցավազք, հաջորդը հասկանում է որպես ազգային ազատագրական պայքար, այստեղ արդեն չկա ընդհանրություն։ Ես մի ճշտող հարց տամ, հա, պարոն Սարգսյան։ Հիմա դուք համարում եք, որ սա ազգային ազատագրական պայքար է, X ուժը չի համարում, որ ազգային ազատագրական պայքար է, բայց արդյունքում երկուսն էլ մասնակցում եք ընտրությունների։ Ուզում եմ հասկանալ, այդտեղ տարբերությունը ո՞րն է, վարքագծային ինչ որ ո՞րն է տարբերությունը։ Գիտակցել, որ դու ազգային ազատագրական մասնակցությունն է։ Օրինակ բանակցությունները սկսվում են մանդատների վերաբերյալ խոսակցություններից, որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ինձ բացարձակ չի հետաքրքրում այդ մանդատը։ Ինձ հետաքրքրում է ազատվում ենք իշխանությունից թե չէ։ Ես ունեմ մինչև հունիսի 7-ը հռչակած գերակա կարճաժամկետ ծրագիր եւ դրանից հետո գործող ծրագրեր։ Ընդ որում դրանից պետք է ածանցվեն։ Եթե իշխանությանը չփոխեցինք, ապա մեր որևէ ծրագիր իրագործելի չի։ Մենք նույնիսկ չգիտենք Հայաստան կունենանք թե չենք ունենա։ Նորից եմ կրկնում, եթե սա չեն գիտակցում, որ իրապես Հայաստանի Հանրապետությանը վտանգ է սպառնում, ապա այդ մարդիկ ընդհանրապես քաղաքականության մեջ անելիք չունեն։ Հետևաբար այսպիսի խոսույթները արդեն տանում են բանակցությունների ամբողջությամբ տապալման։ Հաջորդ խնդիրը, որ փոքր ուժերը փոշիացում են կատարում, ինձ հետաքրքիր է ով է ասում այդ մարդը, ով է այդ մարդը կամ ով է այդ ուժը, որ այդպեսի բան է ասում, որովհետեւ ընտրությունների արդյունքներն են ցույց տվել, մարդիկ մասնակցել են ընտրությունների, չեն հաղթահարել, օրինակ նախորդ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի ուժը կարծեմ հավելյալ 6 մանդատ է, 6-7 շատ լավ։ Դրա վերաբերյալ մենք առաջիկա ներողություն, մինչև 20 մանդատ ստացել է հավելյալ այդ փոշիացված ձայների շնորհիվ։ Շատ լավ։ Ուրեմն մենք մինչև դա կամ առաջիկայում մենք դրա վերաբերյալ այսպես ծավալուն հոդվածով հանդես կգանք, բայց մի քանի բառով խոսենք հա դրա մասին։ Ով է այն ընդդիմադիր ուժը, որը հավաքել այդպես Նիկոլ Փաշինյանին հավասար ձայներ, եւ ով է հանդես գալիս որպես կոնսոլիդացվող։ Դե նա լսում ենք մեր ձևովին իրանք արդեն 1% ավել են Նիկոլ Փաշինյանից։ Եթե 1% ավել են, այսինքն դուրս եկա, որ ընդդիմադիր ուժերը իրենց տոկոսները ոչ թե Նիկոլ Փաշինյանն են տալիս, այլ մեր ձևովին են տալիս։ Ինչ նախնդիր է դեպքում։ Հա, դե տրամաբանական լուծում եք առաջարկ։ Վերջացավ։ Լավ, այնուամենայնիվ տեսեք, Հայաստանում նաև քաղաքական ավանդույթ չկա, այսինքն ինչ իմաստով։ Քաղաքական ուժերը սովորաբար ակտիվանում են ընտրություններից կարճ ժամանակ առաջ եւ գնում են пассивացման ընտրություններից անմիջապես հետո։ Հիմա դուք որպես նաև նախաձեռնության հիմնադիր, հա, ակտիվ քաղաքական գործիչ, մարդ ով կարծում եմ որ փոփոխություններ կարող է բերել, ծրագրեր կարող է իրականացնել։
Ոնց եք նայում այս իրավիճակը, որտեղ ես քաղաքական ուժերին լսում եմ 2026 թվականի հունիսի 7-ը աշխարհի վերջն է։ Նու այն անեկդոտի համապատասխան այդ աշխարհի վերջին սպասողներ ուզում են տները ծախեն գնան Ռուսաստան, որտեղ այնտեղ վերջ չի լինելու։ Բայց հիմա ինչպես եք դուք մոտենում, ունեք ասենք երկարաժամկետ, կարճաժամկետ ծրագրեր, ինչ եք անելու, եթե շարունակում եք մնալ ընդդիմություն, հա, ինչ եք անելու, եթե գալիս եք իշխանության, ինչ եք անում, եթե դուք չեք գալիս իշխանության, բայց իշխանության են գալիս ուժեր, որոնք ընդդիմություն են, գոնե այս պահին, հա։ Այս ամեն ինչի մասով, այսինքն կար երկարաժամկետ մոտեցում, ծրագիր, կոպիտ ասած ռուսերեն խոսքը չէ, դիխանի, շնչառություն ունեք այդ իմաստով քաղաքական։ Անպայման, բայց նախ մենք այն ուժերից ենք, որ ոչ թե ընտրություններից առաջ ենք ակտիվացել, այլ ակտիվ ենք։ Ես ավանդույթի իմաստով ասացի։ Համաձայն եմ, բայց կան այդպիսի ուժեր, ու հասարակությունը պետք է գնահատական տա այդպիսի ուժերին։ Եթե ակտիվանում է ընտրությունից ընտրություն, ապա այդ ուժին հետաքրքրում է իշխանությունը եւ ոչ թե հետաքրքրում է իրական խնդիրների լուծումը։ Եվ մենք ունենք ծրագիր Հայաստանի Հանրապետությունից վիճակից անելու, ու դա էլ շուտով հանրության դատին կներկայացնենք, օրինակ Հայաստանի զարգացման դոկտրինը ամբողջ կառավարությունը նստել եւ գրել է 42 էջ, մենք գրել ենք 700 էջ, որտեղ որ բոլոր ոլորտները իրենք մեկա չեն անում, ինչ տարբերություն 700 էջը բարդ է։ Այսինքն մենք դա կարող ենք իրագործել, հետեւաբար ով է լինի իշխանության, մենք դիփորձենք դա իրագործենք, բայց իրատեսական ենք համարում։ Դրա համար կատարել ենք փորձարկումներ, օրինակ 20 առաջարկ ենք ուղարկել կառավարությանը 1.5 տարի առաջ, ըստ ոլորտների, այս ոլորտում խնդրի նկարագրություն, դրա հետևանք արձագանք եղավ դրանց։ Մի քանիսը եղավ, մի քանիսը լուծեցին։ Հաջորդները չլուծեցին, պատասխան տվեցին, որ նպատակահարմար չեն գտնում, հիմա նորից հանրության դատին ենք ներկայացնելու, որ հանրությունը սրանց գնահատական տա։ Հիմա մեր համար էական, եթե մենք կարողացել ենք գործող իշխանությանը այդպիսի առաջարկով հանդես գալ, ընդդիմությունից ով է լինի իշխանության, ավելի մեծ սիրով ենք, չէ՞, այդպիսի առաջարկով հանդես գալու։ Մեր համար ինչ տարբերություն խնդիրով կլուծի։ Այսինքն մենք այդպես ամբիցիա չունենք, որ անպայման խնդիրը մենք լուծենք, չէ՞, ինձ ավելի շատ կոմֆորտ կլինի, ես խնդիրը լուծումը տամ, այնտեղ լինի գործադիր իշխանություն, որը կատարի։ Շատ ավելի կոմֆորտ կլինի ինձ համար։ Այսինքն իշխանության գալ եւ դերակատար լինելը ինքնանպատակ չի, եւ ես մյուս ուժերի նման չեմ հայտարարում, էլի չէ, ես պարտադիր վարչապետն եմ, չէ, եղբայր, անկեղծ չեմ ուզում լինել։ Բայց եթե այլընտրանքը դա է, ապա սա ինձ համար միջոց է եւ ոչ թե նպատակ։ Երկիր այսպիսի վիճակից հանելու միջոց է ընդհանրեն իշխանություն ձևավորելը։ Երբ կհրապարակեք ձեր ծրագիրը։ Կարծում եմ շուտով մենք կոռեկտ չենք համարել դա հրապարակելը մի պարզ իրողությունից։ Քանի պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, որովհետև գիտեք դուրս է գալիս, եթե մենք հրապարակում ենք ծրագիր, նշանակում է մենք բանակցության պատրաստ չենք եւ մեծամիտ ենք եւ ասում ենք բացառապես մերն է լավ եւ միգուցե ուրիշներն էլ ունեն լավ ծրագիր եւ պետք է համադրել, շտկել, հղկել եւ այլն։ Սպասել ենք համեստաբար, կհրապարակենք։ Պարոն Սարգսյան, հիմա գանք սոցիալական որոշ խնդիրների, որի վերաբերյալ կարծում եմ վստահաբար գնահատական ունեք։ Տեսեք, մենք խոսեցինք աղքատության մասին, ընդ որում խոսեցինք եթերից դուրս էլ խոսում ենք, չէ՞ որ մեր շրջապատում իբրև թե իրենց աղքատության տված ցուցանիշով 4-5 հոգանոց ընտանիքը միջինում ամիսը 300,000 պիտի իր կարիքների վրա ծախսի, բայց մենք դից քիչ ընտանիքներ գիտենք, իրականում կարծեք թե թվերի մեջ էլ մանիպուլյացիա կա։ Եվ այս աղքատության ֆոնին, երբ իրականում մեր հասարակությունը դժվարությամբ ապրում, երբ 500,000 թոշակառուներ կոպեկներ, այստեղ կարելի ամեն անգամ տեսնել ներքևում բանկոմատ կա, ինչ հերթեր են լինում ամսի 3-ին, 4-ին, մարդիկ ուղղակի սպասում են, թե այդ բանկոմատից երբ իրենց 30-35,000 դրամները կհանեն, հա։ Այս ֆոնին ոնց եք գնահատում դուք որպես քաղաքացի, քաղաքական շահը մի կողմ դնելով, հա, դիվիդենդներ հավաքելու համար չէ, որպես քաղաքացի, այն միլիոնավոր դրամների պարգևավճարներին, որ ստացան այս մարդիկ, եւ մի բան էլ մունոթ եկան ժողովրդի վրա, թե Բա ինչ եք ուզում, մենք միջին դասի մարդիկ ենք, այտենց փայլուն մասնագետներ ենք եւ հələ որ ստե պետությունը մեզ այդ միլիոններ չտա, բանն է, մասնավորը կխլի մեզ պետության ձեռից, հա։ Ոնց եք դա գնահատում այս աղքատության ֆոնին։ Եվ նայում եմ նաեւ դուք շատ մարզերում եք լինում, ոնց են քաղաքացիները արձագանքում սրան։ Մարդիկ, որոնք իրականում 1-2 հազար դրամի խնայողության կարիք ունեն անգամ։ Տեսեք, ես պարգևավճարը բաժանում եմ միշտ երկու մասի, որպեսզի մեր հանրության մոտ սխալ ընկալում չառաջանա։ Պետական աշխատակիցները ստորին միջին պաշտոններում Ես էլ եմ դա դուրս, ես քաղաքական պաշտոն զբաղեցնողներ քաղաքական պաշտոնների կողմից պարգևավճարի ստացումը անամոթություն է, որը հենց գնահատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այս շփում ենք, ասում են ամոթ դրանց, ամոթ է թալանչիներին, որովհետև չի կարելի պատգամավորը, որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ուրիշների հանդես գալու պարագայում
առարկայական որևէ առաջարկ չի իրականացրել, միայն հրահանգստացել իրենց քաղաքական ղեկավարից ինչ որ սեղմակներ սեղմելու համար, կնոկա սեղմելու համար, ու այդ մարդը 3 միլիոն դրամ պարգևավճար ստանա։ Նախարարը, որը որ իր ոլորտ ամբողջությամբ ձախողել է, ոչ միայն ձախողել է իր կառավարման ժամանակահատվածում, այլև առաջիկա կառավարիչի համար խնդիրներ ու խոչընդոտներ է ստեղծել արագ ոլորտը վերակազմավորելու համար, այդ նախարարը ստանում է 7 միլիոն դրամ։ Իհարկե սա անամոթություն է։ Չի կարելի այդպեսի եւ ժողովուրդ չպետք է հանդուրժի սա։ Բայց ես դրան հետեւյալ տրամաբանությամբ եմ նայում, այսինքն անամոթները, որ իրենց պարգևատրել են, ոչ թե դա իրականացրել են այսպես որպես քաղաքական ինչ-որ դիվիդենդ կամ եւ այլն, այլ ընդհանրապես ամրապնդել են իրենց ապագա ձայները իրենց թիմակիցների կողմից։ Եվ նաեւ ես դրա մասին շատ եմ խոսում, որ այստեղ կոռուպցիոն դրսևորում եմ տեսնում։ Ինչ է նշանակում պատգամավորը ստանա 3 միլիոն դրամ պարգևավճար, միևնույն ժամանակ ԿՊ-ն հայտարարի 1.5 միլիոն պատգամավորության ցուցակում ընդգրկվելու վճար։ Այսինքն ակնհայտորեն պետ բյուջեից փողը հանում են, որպեսզի տանեն քաղաքական կերպով մուտք, այո։ Հետևաբար սա երկու գնահատական եկենք տանք։ Անպատասխանատվություն, ամենաթողություն ու անամոթություն, երկրորդ կողմից կոռուպցիոն դրսևորում։ Ես այդտեղ իհարկե համաձայն եմ ձեզ, որ պետական կառույցների այդ միջին օղակը պիտի նորմալ վարձատրվի։ Ի վերջո մասնագետները հենց իրենք են։ Գլխավորապես ես հաճախ հանդիպում եմ մարդիկ փողոցում կանգնեցնում խոսում են դժգոհում են, պետական ապարատում մեծ դժգոհություն կա այս կառավարության նկատմամբ եւ կարծում եմ այստեղ օբյեկտիվ էր ձեր գնահատականը քաղաքական իշխանության մասով չեք կարծում որ իշխանության փոփոխության դեպքում պիտի ստեղծվի մեխանիզմ որ այդ փողերը հետ բերեն ինչու եմ ես սա ասում որովհետեւ տեսեք իրենք ունեցել են ծրագիր նախընտրական որը դարձել է կառավարության ծրագիր այդ ծրագրի 5%-ն էլ չեն իրագործել մի քանի թվեր ուղղակի որ համատենք դա բավարար է ասենք օրինակ իրենք խոստացել էին 560 միլիոն խորանարդ մետր ջրի ծավալ պահող ջրամբարներ կառուցել են ընդամենը 29 միլիոն խորանարդ մետրի համար նախատեսված մեկ ջրամբար են էլ դեռ վերջնական պատրաստ չի իրենք խոստանում էին Արցախի մասով չգիտեմ ինչ հարցեր մենք տեսանք որ հանձնեցին իրենք խոստանում էին որ թոշակները պիտի բարձրացվեն դա չեղավ իրենք խոստանում էին որ մինչև 23 թվականը պիտի աղքատությունը կրկնակի կրճատվի ոչ մի բան էլ չի կրճատվել թվեր են մանիպուլացրել բայց անգամ այդ պարագայում չի կրճատվել աղքատությունը այսինքն նման քաղաքական թիմին ընդհանրապես պիտի ոչ միայն պարգևավճար չտալ այլ դուրս շպրտել քաղաքական համակարգ կառավարման համակարգից ինչ որ մեխանիզմ պիտի լինի որ այս անարդար պարգևավճարները հետ վերադարձվեն պետության ի վերջո դրանք միլիոնավոր դոլարներ են որոշ դեպքերում նաև տասնյակ միլիոններ են հասնում Ես ոչ միայն կողմ եմ դրանք հետ վերադարձնելու պետբյուջե, այլ կողմ եմ Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր տեսակի անարդարությունները հետ վերադարձնել։ Օրինակ, հենց եկեք սկսենք խորհրդային Հայաստանի, այսպես խորհրդային միության փլուզումից հետո սեփականաշնորհումներին։ Բազմաթիվ են շենքերը Երևանում, որոնք $5,000 սեփականաշնորհվել են, որոնց շուկայական արժեքը այսօր կարող է լինել $100 միլիոն։ Օրինակ, գույքի արժեքի հավելաճի փոխհատուցում պիտի տրամադրվի, որովհետև դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն էր, որը կուտակվել է մի քանի անձանց ձեռքում։ Եթե դուք Հայաստանի պետական եկամուտները վեր եք լուծում, միշտ էս խոսույթը ասում եմ, էլի Հայաստանի պետբյուջեի 70-80%-ը տարբեր ժամանակահատվածներում առաջին խոշոր 1000 հարկատներն են կատարում։ Դրանց առաջին 100-ը դրանց կեսից ավելին են կատարում։ Առաջին 100-ը մի քանի ընտանիքների են ընդհանրապես պատկանում։ Եվ երբ որ դու գրում ես Սաքումնաձոր բանություն ուսումնասիրել, տեսնում ես, որ ինչ որ կապված են իշխանության հետ ինչ որ։ Այո։ Հետևաբար սրանք բոլորը պարգևավճարներ եւ այդպիսի բոլոր տեսակի Հայաստանի Հանրապետությունից գողությունները, թալանները, վատնումները, չարաշահումները պետք է հետ վերադարձվեն։ Այսինքն երկու գնահատականի հետևից ենք գնալու՝ քաղաքական, իրավական, այնուհետև կայուն նախադրյալ ստեղծելու, որ յուրաքանչյուր հաջորդ այլևս չկարողանա այդպիսի բան անի։ Սրանց շատ խիստ գնահատական դիտանք եւ ընդ որում հրապարակային, որ ժողովուրդ տեսնի ինչի պատճառով է ինքը վատ ապրում։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, դեռ երբ ծրագիրը ձեր հրապարակ է, կարծում եմ այդտեղ քաղաքական քննարկելու բաներ կլինի։ Ես հիշեցնեմ զրուցում էի Հայաստանի ԵՍ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ, տեսություն կհանդիպենք։